Հակասու, որ մեզ կյանք տվեց մինչպես շատ հետաքրքիր շաբաթօրյա դպրոցի համար, թող Աստված մեզ օրհնի, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչ է ուզում հասկացնել մեզ Տերը, եւ իրավ շատ կարեւոր է, որովհետեւ բոլորի համար, որովհետեւ խոսքը գնում է փորձությունների մասին, բոլորս անցնում ենք տարբեր փորձություններով եւ այսօրվա դասը կոչվում է ծայրահեղ, ճիշտ ասած, թարգմանցա շոկ, բայց նկատի ունի ծայրահեղ փորձություն, որովհետեւ փորձությունները կարող են լինել տարբեր, թեթև, միջակ, ծանրության, բայց կան ծայրահեղ փորձություններ, որ շատ դժվար է դրա միջով անցնել։ Եվ այսօրվա հիշելու համարն է Եսայի 53:10, բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել, երբ նա իր անձը մեղքի ինձադարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը եւ Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ Սա խոսքը գնում է Հիսուսի մասին, ինչպես ինքը իր կյանքը տվեց մեր փրկության համար։ Քրիստոնյա գրող կա, որ կոչվում է Clive Staples Lewis, եւ ինքը գիրք է գրել կորստի ցավը։ Եվ այդ գրքում ինքը գրում է, որ հարց երբ որ իր կինը մահանում էր, դեռ մահացած չէր, բայց մահամերձ էր, եւ ինքը գրում է, հարցն այն չէ, որ ես կարող եմ Աստծուն դադարել հավատալ, որտեղ դժվար է մարդու կորցնել, այլ վախենում եմ, ավելի մեծ վտանգ կա, վախենում եմ, որ ասեմ, ուրեմն դու այդպիսին ես Աստված, այսքան Աստված կա, բայց լավը չի, թույլ է տալի տես ցավեր մեր կյանքում։ Եվ այո, մեր կյանքում լինում են շատ ծանր փորձություններ, եւ այդ փորձություններից, որոնք այսօր մի քանի հատ Աստծո մարդկաների կյանքից ուսումնասիրենք, եւ այդ փորձություններից կարող լինի 3 ելք։ Մեկը, որ մարդը հուսահատում է եւ ասում Աստված չկա, մյուսը, որ ասում է Աստված կա, բայց դաժան է, վատ Աստված է, որտեղ sense բաներ է կատարում իր կյանքում, եւ երրորդ տարբերակը, որ ցանկալի է բոլորիս համար եւ նախընտրելի է, որ մենք Աստծուն ձեռքը բռնած այդ փորձության միջով անցնենք եւ Աստծուն փառավորենք այդ փորձությունից դուրս գալու եւ փորձության ժամանակ եւ դուրս գալուց հետո։ Հիմա կբացատրենք, թե ինչի է այդ տարբերակը ամենացանկալին եւ նախընտրելին մեր կյանքում։ Ուրեմն մենք գիտենք Աբրահամը ինչ մեծ փորձություն անցավ։ Ինքը 100 տարեկան ունեցավ զավակ, որին երկար սպասում էր, հրաշքով ունեցավ։ Հետո այդ զավակը դարձավ 20 տարեկան եւ ուրախության աղբյուր էր իր համար, ինքն էլ 120 տարեկան էր արդեն, եւ հանկարծ Աստված զարմանալի խնդրան կամ պահանջ է դնում իր առաջ, ասում է մի հատիկ որդուդ վերցրա եւ տար զոհ մատուցի ինձ համար։ Իհարկե շատ դժվար էր իր համար, որտեղ զարմանալի է, ինչ կմտածես այդ Աստծու մասին, ոնց որ մեկին լավ նվեր տաս, երկար սպասված, հետո ասես չէ, հետ դուր այդ նվերը։ Եվ շատ դժվար էր, երբ որ 3 օր ճամփա էր գնում Աբրահամը, ամբողջ այդ ընթացքում իր մեջ պայքար էր գնում, արդյոք սա Աստված ասե։ Անդադ հարցնում էր Աստծուն եւ վերջի հասկացավ, որ իրոք Աստված ասե։ Եվ առանց խոսքի ինքը հնազանդվեց Աստծուն, առանց տրտնջալու։ Եվ Նահապետներ եւ Մարգարեներ 147 էջում Ուայթը գրում է. Աստված Աբրահամի համար պահել էր վերջին ու ամենածանր փորձությունը եւ տարիների բեռը ծանրացել էր նրա ուսերին եւ նա հանգիստ էր փափագում։ Եվ ինչի Աստված թույլ տվեց այս փորձությունը։ Գիտեք, երբ որ Աստված փորձություն է թույլ տալի, ինքը նպատակ ունի։ Եվ այս փորձության նպատակն էր երկու, որ Աբրահամին կատարյալ անի իր հավատքի մեջ, որտեղ ինքը բոլոր հավատացյալների հայրն էր, եւ ինքը պիտի կատարյալ լիներ հավատքի մեջ։ Ինչի, որովհետեւ Աբրահամը 2 անգամ փորձության մեջ պարտվեց, մեկը երբ որ ստեց,
որ Սարան չասեց, որ Սարան իր կինն է, մյուսը երբ որ Սարային լսեց եւ ինչ էր այդ կնոջ անունը Հագարի կնության արա։ Եվ հիմա մենք անցած դասում կարդացինք, որ երբ որ ոսկի գործանողը զտում է ոսկին, եւ երբ որ պետք է որ չի զտում, չի մաքրում, ինչ անում, կրակը ավելի է թեժացնում։ Նույնը մեր կյանքում է, երբ որ փոքրիկ փորձությունները մեզ չեն փոխում, կրակը ավելի է թեժանում, փորձությունը ավելի բարդ է դառնում։ Եվ այս խնդրը այս պատահեց Աբրահամի հետ։ Բայց Փառք Աստծոյին այս անգամ Աստծո շնորհքով հաղթեց եւ ամբողջ եզերքի առաջապացուցվեց, որ ինքը շնորհքով փրկված է, որ ինքը մինչև վերջ վստահում է Աստծուն եւ արժանի Աստծո երկնային աշխարհություն ընդունվելու։ Երկրորդ նպատակը այն էր, որ Աստված ուզում էր ավետարանը բացեր Աբրահամի միջոցով, որովհետև երբ որ ուզում էր Աբրահամը սպանել եւ ասեց բաբե, կանիր, ինչ եղավ, ուրիշ մի հատ ոչխար էր, չէ՞, դե, եւ այդ ոչխարին բերեց սպանեց Իսահակի տեղը, որ խորհրդանշում էր Հիսուսին։ Այսինքն ոնց որ Ադամին ասեց, որ կնոջ սերմից դուրս է գալու մի հատ սերունդ, որ ջախջախելու է սատանայի գլուխը, հիմա էլի Աբրահամին ինքը ոնց որ ասած նման այդ ցույց տվեց, նորից նորոգեց, նորից ցույց տվեց, որ աշխարհի փրկիչը ծնվելու է։ Եվ ուրեմն նպատակ ուներ, այս ծանր փորձությունը նպատակ ուներ, եւ երբ որ Աբրահամը հաղթեց այս ծանր փորձությունը, շատ օժնվեց եւ Աստծուն էլ օժնեց։ Եվս մի օրինակ է ստեղծվելու Ովսեի օրինակը, Ովսե գրքի Ովսեն ուրեմն Իսրայելում մարգարե էր։ Այն ժամանակ, երբ որ Իսրայելը շատ էր հեռացած Աստծուց։ Աստված տարբեր մարգարեների միջոցով հորդորում էր. «Հրադարձեք, հերիք արուն թափեք, հերիք իրար խաբեք, հերիք այն օրենքները խախտեք, իրար վատություն անելով»։ Չէին լսում։ Վերջապես Ովսեն էլ այդ մարգարեներից մեկն էր եւ ինքը քահանա էր։ Եվ Ովսեին գիտեք ինչ է ասում, ասում է մի հատ անբարոյական կին կար, անունը ինչ էր անունը, Հոմեր, եւ ասում է գնա եւ այդ անբարոյական կնոջը կնության վերցրու։ Զարմանալի պահանջ։ Գիտեք, մարգարեների կյանքը նույնն է, ինչ որ սորական մարդու կյանքը։ Երբ որ մարգարե ես դառնում, ինչ որ ասի Աստված, շատ զանազան տարբեր տարօրինակ պահանջներ էր ներկայացում մարգարեներին։ Օրինակ Եսայան ստիպված էր ամբողջ օրին մերկությամբ քայլել փողոցով, որպեսզի հասկացներ, որ գիտեք, դուք եթե չլսեք Աստծուն, դուք ես օրն եք կգնելու։ Այսինքն տեսեք ինչքան ծանր բան է։ Հիմա այստեղ Աստված ինքը օրենք էր տվել, որ քահանաները չպիտի ամուսնանան, նույնիսկ ամուսնացած բաժանված կնոջի հետ լրիվ կույս աղջիկ պիտի առնեն։ Աստված արգելել է իրանց ուրիշ։ Իսկ ստեղ ասում է անբարո կնոջ հետ։ Էն էլ սովորական չէր, այս կինը ծառայում էր հեթանոսական տաճարում որպես քուրմերի, ինչ էր ասում, քուրմերի այդ քարմոհի ծառայող։ Այսինքն գիտեք, որ հեթանոսները տարբեր այտենց անբարո ծառայություններ ունեն իրենց տաճարում եւ այս սրանց պահում են այս կանանց տարբեր կեղտոտ ծառայությունների համար։ Եվ հիմա պատկերացնում եք Աստված նույնիսկ չասեց գնա ամուսնացած բաժանված կնոջար։ Այսինքն Իսրայելը այնքան էր կեղտոտվել իր բնավորությամբ, որ այդ ամենավերջին վիճակում գտնվող անբարոյական կնոջ հասմը գնա վերցրա, որ լրիվ հեթանոսական աստվածների է ծառայում այդ զզվելի ձևով։ Եվ Ովսեն հնազանդվում է իրան,
գնում ամուսնանում եւ Աստված բացատրում այն չի է։ Այսինքն սա խորհրդանիշ էր։ Այս կինը խորհրդանիշն էր հեռացած Իսրայելի, ասում հեռացած դավաճանած Իսրայելի։ Ովսեն Աստծո խորհրդանիշն էր։ Եվ այս ձևով ուզում էր ցույց տալ հարաբերությունները Աստված իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Եվ ինչ արեց այդ կինը, կարծում եք ուրախացավ, որ այդ ստրկությունից ազատվեց, որ իրանք գործածում էին այդ ձևով, չուրախացավ։ Առավել այդ կինը ուներ ուրեմն այդ անբարոյականությունից ծնված զավակներ, որոնց Աստված Ովսեին ասեց, որ պիտի որդեգրես։ Տեսեք ինչքան խոնարհ էր այս մարդը եւ իրանք էլ զավակներ ունեցան։ Եվ այս կինը փոխանակ շնորհակալ լինելու, որ վերջապես գտնվեց մեկը, որ իրան փրկեց այդ կյանքից, ինչ անում, շնորհակալը ոչ, թողում գնում է, ամուսնուն թողում գնում է նորից իր հին կյանքի։ Եվ վերջապես այն օրն անում, որ սրանք էլի գործածում են, վերջը շուկայում գնում են, որ ծախեն։ Եվ իր ամուսինը իմանում է, եւ գնում իրան փրկա գնում է, տալիս է փրկագինը, այդքանից հետո կարդանք Ովսե 2-րդ գլխի 14-ից 23 համարները։ Անոր համար ես Զանիկա պիտի հրապուրեմ, Զանիկա անապատը պիտի տանիմ, անոր սրտին պես պիտի խոսիմ, անգի անոր այգիները, ակոբի ձորը հույսի դրան համար անոր պիտի տան, հոն իր մանկության օրերում պես Եգիպտոս եկեն ելած օրվանը պես երկեր պիտի երկեն։ Մինչև 23 համարը։ Այն օրը կսե Տերը, զիս իմ այրս պիտի կոչես, ու անգամ ասես իմ բահաղս պիտի կոչես։ Անոր բերեն բահաղիմի անունները պիտի ջնջեմ, ու անոնք անգամնալ իրենց անուններով պիտի հիշվին։ Անոնց համար այն օրը դաշտի գազաններուն հետ, երկնքի թռչուններուն հետ ու երկրի սողուններուն հետ ուխտ պիտի նեմ։ Երկրեն աղեղը, սուրն ու ապատերազը պիտի վերցնեմ, զանոնք ապահովության պիտի պարկեցնեմ։ Քեզ հավիտյան ինձի պիտի նշանեմ, քեզ արդարությունով, իրավունքով, ողորմությունով ու գթությունով ինձի պիտի նշանեմ։ Այո, քեզ ճշմարտությունով ինձի պիտի նշանեմ ու Տերը պիտի ճանչնաս։ Եվ այն օրը գսե Տերը պատասխան պիտի տամ ու երկրներուն պատասխան պիտի տամ։ Ու անոնք երկրին պատասխան պիտի տան, ու երկիրը ցորենին, գինին ու յուղին պատասխան պիտի տա։ Անոնք Հեզրայելին պատասխան պիտի տան, Զանիկա ինձի համար երկրի վրա պիտի սերմանեմ, ու չողորմյալին պիտի ողորմիմ, եւ իմ ժողովուրդս չեղողին, դուն իմ ժողովուրդս ես պիտի ասեմ, անալ ինձի իմ Աստվածս ես պիտի ասեմ։ Ահա, այս ինչ է ցույց տալի Աստծո մասին։ Ապաշխարության հետ գալ, սեր։ Այո, այսինքն ինքը չի ասում, քանի որ դու ինձ ես պատկանում, պարտավոր ես հետ գաս, նո, սիրո համոզումը, հրապուրումը։ Ասма սիրո չվալներով քեզ ուզում եմ հրապուրել։ Այսինքն այդ ձևի Աստված մենք ունենք։ Եվ երբ որ փորձությունը գալիս է մեր վրա, ինչ վտանգ է, որ մենք սխալ կհասկանանք Աստծուն։ Ուրեմն նաև մի ուրիշ օրինակ կա, Հոբ առաջին գլխի 6 համարից սկսած օրնա Աստծո որդիները կացին Տերոջը առջև կայնելու։ Սատանան ալգնաց անոնց հետ, Տերը ասավ Սատանային, ուրկե ուղաց, ու Սատանան պատասխան տվավ Տերոջը ու ասավ, երկրի վրա շրջել են ու անոր վրա պտտել են։ Տերը ասավ Սատանային, իմ հոգ ծառային աղետ ուշադրություն տվիր, երկրի վրա անոր պես կատարյալ եւ արդար աստվածավախ ու չարությունների հետ հաշվող մարդ չկա։ Սատանան պատասխան տվավ, Տերոջը ուսավ, միթե հոգ ծրի Աստծո կպաշտեն, չէ որ դու անոր ու անոր տանը եւ անոր ամեն ունեցածներուն շուրջը ցանկով պատեսիր, անոր ձեռքերու գործերը օրհնեցիր ու անոր ունեցվածքը երկրի վրա շատացավ։ Հիմա ձեռքերդ երկնցուր ու անոր ամեն ունեցվածին դիպչե ու պիտի տեսնես, թե ինչպես քեզի պիտի հայհոյեր։ Տերը ասավ Սատանային, ահա անոր ամեն ունեցվածքը ու ձեռքդ կուտա։
միայն թե իրեն վրա ձեռքը չերկնցնես, այն ժամանակ սատանան Տերոջը առջևեն գնաց։ Հետո ինչ է պատահում, մի օրու Հոբը Կարդամ։ կորցնում է, ուզում ես կարդալ, Օրը Հոբին տղաքն ու աղջիկները իրենց մեծ եղբորը տանը մեջ ուտեին ու գինի կխմեին։ Պատգամաբերմը եկավ Հոբին ու ուսավ, երբ եզները կհերկեին ու մատակ եշերը անոնցքով կարացվեին, սեբայցիները հարցակեցան ու անոնք Արին ու ծառաները սուրի բերնե անցուցին։ Միայն ես ազատեցա ու եկա, որպեսզի քեզի պատմեմ։ Երբ անիկա տակավին կխոսեր, ուրիշ մեկն ալ եկավ ու ուսավ, երկնքեն Աստծո կրակը իջավ ու հոտերը եւ ծառաները այրել, ու անոնք սպառեց եւ միայն ես ազատեցա եւ եկա, որ քեզի պատմեմ։ Երբ անիկա տակավին կխոսեր, ուրիշ մեկն եկավ ու ուսավ, Քազդեացիները 3 գունդի բաժնված ուխտերուն վրա հարցակեցան եւ զանոնք Արին ու ծառաները սուրի բերնե անցուցին։ Միայն ես ազատեցա ու եկա, որպեսզի քեզի պատմեմ։ Երբ անիկա տակավին կխոսեր, ուրիշ մեկն եկավ ու ուսավ, երբ տղաքդ ու աղջիկները իրենց մեծ եղբորը տանը մեջ ուտեին ու գինի կխմեին, ահա անապատեն մեծ հորմը եկավ ու այնպես զարկավ տանը, որ անոնց վրա փլավ ու անոնք մեռան։ Միայն ես ազատեցա ու եկա, որպեսզի քեզի պատմեմ։ Այն ատեն Հոբ ելավ ու իր պատմուճանը պատրեց եւ գլխում մազերը կտրեց ու գետինը ինալով երկրպագություն հրավ ու սավ, մորս արգանդեն մեկ ելավ ու հոն մեկ պիտի դառնամ։ Տերը տվավ ու Տերը առավ, Օշնյալը լա Տերոջը անունը, այս ամենուն մեջը Հոբ չմեղանչեց ու Աստծո դեմ աննազանություն չրավ։ Տեսնում եք ոնց, այսինքն կա մարդ, որ այսքան փորձություն մի օրվա մեջ լսի, այսքան վատ լուրեր։ Եվ ամենաառաջից ինչ ասում, Հոբը արդար էր, եւ երբ որ իր պատասխանը լսում է, ուրեմն արդար մարդը ով է։ Երբ որ հասկանում է, որ ինքը մերկ է եկել, մերկել գնալու է, որ ինչ որ տված է իրան, Աստծուց է տված, իրանը չի։ Եվ Աստված իրավունք ունի եւ տա եւ վերցնի։ Եվ ինչքան իրոք ամուր ու հավատ էր այս մարդու հավատը, եւ ինչքան ուժեղ էր իր հավատը, որ ինքը կարողացավ այդպիսի խոսքեր ասել։ Բայց չարը էլի ուրիշ ձևով չէ մեկնաբանեց, էլի գնաց, ասում դե իհարկե, եւ հետաքրքիրը ինչն է, որ ստեղ կարծես թե Աստված է ուշադրություն դարձնում Հոբի վրա։ Սատանայի ուշադրությունը դարձնում է Հոբի վրա, որտեղ սատանան ինչ է, անդադ վատ բաներ է ասում, չէ՞։ Որ ինչ էս մեղքը գործեց, ինչ այն մեղքը գործեց, ինչի։ Որ ապացուցի, որ եթե դու ուզում ես իրանց հրախ տանես, ուրեմն ինձ էլ պիտի տանես, բոլորն են իրանք էլ են մեղավոր, ես էլ եմ մեղավոր, բայց Աստված ուզում ապացուցի, որ չի հնարավոր արդար լինել։ Հնարավոր է Աստծո շնորհքով փրկվել եւ Հոբին է հիշում։ Եվ եթե Հոբը այս պատմության մասին իմանար ինչ կասեր, կասեր իսկ Աստված ինչի իմ անունը տվեց իբր թե ես իմ համար հանգիստ ապրում եմ, չէ՞։ Բայց էլի ասում Աստված ունի իր նպատակները եւ կարծես թե Հոբը արդար էր։ Էլ ինչ էր պետք իրան այս փորձությունները, որ այսքան փորձություն գալի է գլխին։ Այսինքն գնում է իրոք պայքար մեր կյանքում, որ վերջի վերջո Աստված պիտի ապացուցի յուրաքանչյուրիս համար, որ մենք իրան սիրում ենք, ոչ թե
նրա համար որ ինքը բարիքներ է մեզ տվել, դրա համար ենք սիրում։ Բայց նույնիսկ եթե բարիքները չտա, մենք էլի իրան սիրում ենք։ Ոչ թե կաշառքի տեղ ենք ընդունում իր տված բարիքները։ Ոնց որ Աբրահամը, ասում է երեխու տուր, բայց Աբրահամը չդադարեց Աստծուն սիրել։ Եվ հետո ինչը ավելի բատարում, ասում է իհարկե իրան չկպար, միայն իր ունեցածին կպար, հլը իրան կպի, տես ոնց կանեցի քեզ։ Եվ Աստված թույլ է տալի, ասում է լավ։ Եվ շատ վատ հիվանդություն է ստանում, շատ ծանր մաշկային հիվանդություն է ստանում, որ օրը գիշեր իրան քորում էր, կաշմարային գիշերները չէր կարողանում քնել, կամ եթե քնում էր, նկարագրվում ամբողջ հոգի մեջ, երազներ էր տենում շատ վատ, այսինքն հանգիստ չուներ այս մարդը։ Եվ կարող էր ասել, այսքան տարվա արդար կյանքից հետո, որ ես այսքան լավություն արեցի սրան, նրան էս է պատասխանում։ Ինքը ասում էր, ասում ես կարծում էի, թե պիտի խոր ծերության մեջ, լավն ես վիճակում, հանգիստ մահանամ, բայց արիուտես ինչ տեղի ունեցավ իմ հետ։ Բայց նորից ինքը չի մեղաչում, ինքը չի մեղադրում Աստծուն։ Ուղղակի Աստծուն խնդրում եմ բացատրի, ինչ է պատահել։ Այսինքն այս մարդը փորձության մեջ անցնում էր Քրիստոսի ձեռքը բռնած։ Այս է ամբողջ կարևորությունը, եւ մենք պիտի օրինակ վերցնենք այս մարդուց 3 հատ ասպեկտ կա այստեղ, որ առաջինը Հոբը ընդունում է իր անօգնականությունը, գիտի որ ոչ մի բան չի կարող իր փոխի իրավիճակը, եւ ոչ մի պահանջ չի ներկայացնում։ Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկել այնտեղ պիտի վերադառնամ։ Երկրորդ, Հոբը գիտակցում է, որ Տերն ունի իրավիճակի լիարժեք վերահսկողություն։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Երրորդ, Հոբը եզրափակում է հաստատելով իր հավատն առ Աստծո արդարությունը։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք այսպիսի հավատք ունենք, եւ այս հավատքը առաջինը մեզ է պետք, որ մենք այդ փորձության միջով անցնենք, որ մենք վերջապես ոսկու պես փայլենք։ Եվ եթե մենք հրաժարվում ենք նման ձևով անցնել եւ հաղթել փորձությունը, ինչ ա լինում, մի քայլ հետ ենք գնում եւ կարող այնքան հետ գնանք այդ փորձությունների մեջ, որ վերջի վերջո չփրկվենք։ Բայց երբ որ հաղթելով գնում ենք առաջ, ինչ է տեղ ունենում։ Հիսուս ասում է հաղթանակածին տալու են էլ նորանում, էլ սպիտակ շորեր, ինչ ասես։ Այսինքն հաղթանակից հետո արդեն օրհնվում ես, երբ որ դու օրհնում ես Աստծո անունը քո փորձության մեջ։ Երբ որ ես շատ վատ վիճակում էի հիվանդանոցում եւ շատ վտանգի մեջ էի, ասեցի լավ Աստված ջան, օքեյ, ես շատ շնորհակալ եմ քեզ այս, որ մինչև հիմա կյանք տվեցիր, բայց եթե ցանկանում ես էլի կյանք տաս, եթե հիմա մեռնեմ, օքեյ է, ես էլի փառաբանում եմ քո անունը։ Բայց եթե քո կյանքն է, ուզում ես ինձ կյանք տաս, խնդրում եմ բժշկիր ինձ։ Եվ Աստված չզլացավ, բժշկեց։ Ու փառք իր անվանը։ Այսինքն ես նույնիսկ մի րոպե մտքովս չանցավ, որ ես բողոքեմ Աստծուն, թե ինչի։ Ինքն է ինձ կյանքը տվել։ Իրա ձեռքն է, ուզիկը տակ, ուզիկը վերցնի, որտեղ ինքը ամենագետ է։ Մենք շատ բաներ չենք հասկանում, իսկ ինքը շատ բան է հասկանում։ Եվ ինքը ամեն ինչ նախորոք գիտի։ Եւ ուրեմն սրանից հետո բերում է Պողոս Առաքյալի օրինակը Բ Կորինթացիս 1:9-ում ասում է այն նեղությունը մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն ենք կորցրել։ Մենք ինքներս ընդունել ենք մեր վան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնենք, այլ Աստծո, որ հարություն է տալիս մեռելների։ Կարդանք, ուրեմն Պողոս Առաքյալի չի մասն է խոսում։ Ինքը սկզբում քրիստոնյաներին հալածում էր, հետո ինքը դարձի եկավ Հիսուսին հանդիպելուց հետո եւ դարձավ քրիստոնյա եւ սկսեց քարոզել Հիսուսի մասին եւ մենք գիտենք ինչ ահռելի աշխատանք կատարեց այդ աշակերտը Հիսուսի, բայց տեսնում ենք, որ դրա համար քաղցր կյանք չկա, այսինքն Պողոսի կյանքը քաղցր չէր, փորձություններով լի կյանք էր, բայց ինքը մի անգամ չի բողոքում, մի անգամ, հակառակ ասում Աստված
ինձ հանել է, հեսա կարդանք այդ համարները, Իրենա ջան, որ ասի այդ համարները կարած կարդանք։ Մկրոնթացից 11-րդ գլուխ։ Անոք Իսրայելցիներին եսավ, Իսրայելցիներին եսավ, Աբրահամի սերնդերներ եսավ, Քրիստոսին պաշտոնյաները հիմարաբար կխոսին, ավելի ես, աշխատանքներով ավելի ծեծվելով, ավելի բանտարկություններով, ավելի մահվան վտանգներով շատ անգամ։ Հրեաներին 5 անգամ 41 պակաս ծեծ կերար, 3 անգամ ձաղկով ծեծվեցան, 1 անգամ քարկոծվեցան, 3 անգամ նավավայրկության հանդիպեցան, գիշեր որ ցերեկը ծովում անդուտը մնացի, շատ անգամ ճամփորդություններու մեջ չարչարվեցան, գետեր են վտանգներ, ավազակներ են վտանգներ, իմ ազգես վտանգներ, հեթանոսներ են վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովու վրա վտանգներ, սուտ եղբայրներու մեջ վտանգներ կրեցի, ջանքի ու աշխատանքի մեջ շատ անգամ անկում գիշերներում, անօթության ու ծարավի մեջ, շատ անգամ ծոմ կենալու մեջ, ցուրտի ու մերկության մեջ էի, մորնակ արտաքիններությունները, ամեն օրվա զբաղումները, բոլոր եկեղեցիներու ոգը վրաս կդիզվեր, ով կտկարանա, ու ես չեմ տկարանա, ով կգայլակղի, իմ սիրտս չայ։ Շնորհակալ եմ։ Այսինքն տեսեք, ինչ է կատարվում։ Պողոս Արաքյանը ամբողջ սրտով ծառայում Աստծուն, բայց ինք ունի լիքը փորձություններ, որոնք գալիս են ոչ միայն հրեաներից, որոնք չէին ընդունել Քրիստոսին, ոչ միայն հեթանոսներից, այլ նաև եղբայրներից, որ ինքը կոչվում է սուտ եղբայրներ։ Այսինքն օգնելու փոխարեն մի բան էլ խանգարում են այս մարդուն գործ անի, բայց ինքը երբեք չընկճվեց։ Ինչ է ինքը ասում, ասում է նրա վրա հույս ունեք, որ տակավին փրկելու է, 1 գլխից 11 գլխում, այսինքն նույն հույսը, որ ուներ Հոբը, եւ Պողոսն էլ գիտի, որ ամբողջ կոնտրոլը Աստծո ձեռքն է, եւ ինչքան պետք է իրան կյանքը տա, եւ ինչքան պետք է կպահի, երբ որ պետք է կվերցնի։ Եվ ուրեմն բողոքելու առիթ չկա, որովհետեւ ինքը Հիսուսն էլ զգուշացրեց, որ եթե ուզում եք ծառայել, ձեր խաչը վերցրեք եւ մի կարծեք, թե դի լեն ճամփայդի նեղ փորձություններով լի ճամփայա, բայց ամեն ինչ արվում է մեր եւ ուրիշների փրկության համար, իսկ նպատակ ունի։ Աստված այդ կրակ ուժեղացման ոչ թե մեզ սպանելու համար, այլ մեզ մաքրելու համար, բայց մեր մեղքը սպանելու համար ավելի շուտ։ Եվ բայց իհարկե եթե մենք կարճենք մեղքին, մենք էլ այդ մեղքի հետ կվարվենք կգնանք։ Իրա հույսը նա է, որ այնպիսի մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է, այսինքն ինքը հույս ունի Աստծո վրա, որ Աստված է կյանք տվողը։ Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է, եւ երրորդ սուրբերի շարունակական միջնորդությունը մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ։ Պողոսը գիտեր, որ ինքը ասում էր, ես գիտեմ իմ մեջ բարի բան չի բնակվում։ Դա վերաբերվում է ոչ միայն Պողոսին, բոլորիս է վերաբերվում։ Մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Ուրեմն եւ մենք կարող ենք Աստծո համար լավ աշխատող դառնալ, երբ որ մենք դիտակցենք շատ խորը այդ ճշմարտությունը, որ մենք ամբողջովին կախված ենք Աստծուց, որ մեր գլուխը Աստված է, ոչ թե մենք ինչ ուզում անում ենք, ոնց ուզում անում ենք, նույնիսկ Աստծո ծառայության մեջ։ Եվ ուրեմն այս օրինակները ինչ է ցույց տալի, որ շատ անգամ մենք կարող ենք մեր համար պիտի ընտրենք, թե ոնց պիտի վերաբերվենք մեր վրա գալացող փորձություններին։ Եթե մենք այդ ռուսերեն ասած ուստանովկան անենք, այսինքն դա մտցնենք մեր մեջ,
Պրոբլեմը փորձությունների մեջ չի, պրոբլեմը մեր վերաբերմունքն է այդ փորձությունների։ Աստծո ներկայության կարևորությունն է այդ փորձությունների մեջ, որ ես ոչ թե բողոքեմ Աստծուց, թե չկանան արդար ես դու, այլ Աստծուն հրավիրեմ իմ կյանք եւ խնդրեմ, որ ինքը առաջնորդի այդ փորձության ամեն քայլը փառավորելով իր անունը։ Եվ կարդանք Եսայի գրքի 43 գլխի 1-7 համարները։ Հիմա ով Հակոբ, քեզ ստեղծողը, ու ով Իսրայել, քեզ ձևակերպողը, դերը, այսպես կսեմ, մի վախնար, վասնցի ես քեզի բրկեցի, քեզ ու անունովդ կանչեցի, տուն իմս ես, երբ ջուրերեն անտնիս ես քեզի հետ պիտի ըլլամ, երբ կդերեն անտնիս պիտի չնգաղմիս, երբ կրակի մեջ են կալես պիտի չայրիս, Ոցը քեզ պիտի չպրնգեցներ, քանզի ես կուտեր Աստվածդ Իսրայելի Սուրբը կուպրկիչտ եմ, Եգիպտոսը քեզի իբրկանք, Եթովպիան ու Սարան կուտեղը տվի, քանի որ իմ արջևս պատվական եղար, պատիվ կտար եւ ես քեզի սիրեցի, անոր համար ու անցի փոխարեն մարդ, ու քո հոգիդ փոխարեն ժողովուրդ պիտի տամ, մի վախնար, քանզի ես քեզի հետ եմ, ու սերունդդ արևելքեն պիտի բերեմ, եւ քեզ արևմուտքեն պիտի հավաքեմ, հյուսիսեն պիտի տսեմ դուր, ու հարավին մի արգելեր, իմ դղակներուս հերվեն, ու աղջիկներս երկրի ծայրերեն դեր, այսինքն, բոլորը իմ անունովս գոչվածները, վասնզի անոնք իմ պարկես համար ստեղծեցի, զանոնք ձևակերպեցի ու գազմեցի։ Այս խոստումը մեզ էլ ավելավելում։ Այսինքն, Աստված չի ասում փորձություններ չի լինում։ Տեսեք ինչքան ասում ջրի մեջով, կրակի մեջով, ոնց էլ որ գնաց ես քո հետ եմ։ Եվ ուրեմն առաջինը մենք ասենք, որ Աստված չի ուզում մեզ կործանել, այլ ուզում է մեղքը մեր մեջ կործանել։ Եվ ուրիշ ճամփա չկա։ Երբ որ Հիսուսը գա եւ մենք հարցեր տանք մեր կյանքի մասին, ինքը ցույց կտա, որ ինքը մեր համար ընտրել է ամենակատարյալ ճամփան։ Այն փորձությունները, որ ինքը թույլ է տալի մեր կյանքում, ինքը գիտի, ինքը կարա ուժ տա, որ մենք անցնենք այդ փորձություններով։ Երբեք ասма ձեր ուժից վեր փորձություն չեն տա ձեզ։ Եվ երկրորդը այդ թեժ կրակը մեզ ոչ թե թշվառ, այլ մաքուր դարձնելու համար է։ Ինչպիսին որ մենք ստեղծվել ենք լինելու, Աստված մեզ մաքուր է ստեղծել եւ ուզում է որ մենք մաքուր լինենք, որպեսզի մենք մտնենք երկնքի արքայությունը եւ ինքը ուզում է իր ազավակների հետ ապրի, ոչ թե ժամանակավոր, այլ հավերժ։ Ինքը տխրում է, երբ որ այս մահերի հիվանդությունները ամեն ինչը տենում է, բայց եսի մենք ենք ստեղծել մեր համար, մեր ընտրությամբ, եւ ինքը ուզում է մեզ փրկի այդ վիճակից հանի, եւ փորձություններն էլ այդ պատճառով են լինում։ Եվ վերջում կարդանք վկայություններ եկեղեցու համար գրքից Էջ 316 հատոր 5-ը։ Եթե Աստծո նախախնամությամբ մենք կանչված ենք փորձությունների դիմանալու, եկեք ընդունենք խաչը, խմենք դառը բաժակը, հիշելով, որ ձեռքն է դաբրվել մեր շուքերի մոտ։ Եկեք խավարի մեջ վստահենք նրան այնպես, ինչպես վստահում ենք լույսի մեջ։ Չենք կարող արդյոք հավատալ, որ նա կտա մեզ այն ամեն ինչ մեր բարության համար է։ Նույնիսկ դարաբանքի գիշեր ինչպես կարող ենք հրաժարվել բարձրացնել մեր սրտերն ու ձայները, երախտագետ փառաբանությամբ, երբ հիշում ենք Գողգոթայի խաչով արտահայտված սերը մեր նկատմամբ։ Ուրեմն այս դասի իմաստը եւ բոլոր այս դասերի իմաստը ինչու՞ն է, որ մեր հավատքը ամրացնի, Աստված ոչ հասկացնի, որ այո, այս կյանքը դժվար է, փորձությունները լեցուն է, բայց եթե մենք թույլ տանք, որ ինքը մեր կողքով քալի եւ փառաբանենք իրան փորձությունների միջով, մենք կհաղթանակենք եւ շատ լույսի մեջ կհայտնենք, լույսի մեջ, այսինքն փոխավերական իմաստով, ավելի կոփված, ավելի ուժեղացած։ Թող Աստված մեզ օգնի։ Ամեն։